Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք միացել եք երկրի գլխավոր թոք շոուին եւ դիտում եք Կիսաբաց լուսամուտները։ 2014 թվական, հուլիսի 16։ Այդ օրը Անուշիկին ոչ ոք չտեսավ սրբապատկերներ վաճառելիս։ Մայրը Երևանից վերադարձավ ու 23-ամյա դստերը հյուրասենյակի առաստաղից կախված գտավ։ Առաջին վարկածը ինքնասպանությունն էր։ Ինքնասպանություն սոցիալական ծանր պայմաններից դրդված։ Ինչ էր տեղի ունեցել հուլիսի 16-ին նախորդող գիշերը, ինչ երազ էր շարունակ տեսնում Անուշիկը եւ ինչպես են այսօր հարազատները փորձում իրար սփոփել կիմանաք երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում։ Գիշերվա երազը կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ առաջինը տաղավար եմ ուզում հրավիրել Անուշիկի կրտսեր եղբորը, նա 13 տարեկան է ու ցավոք սրտի հենց նա է քրոջը գտել կախված վիճակում, տան ճաշասենյակի առաստաղից կախված։ Հրաչիկ Զաքարյանն է գալիս, դիմավորենք։ Բարև Հրաչ ջան։ Բարև։ Ցավակցում եմ քեզ եւ կներես, որ գուցե դու քո տարիքին համապատասխան հարցերի չես պատասխանելու, բայց ստիպված եմ դրանք քեզ տալ, որովհետև դու ես տեսել քույրիկին։ Դուք Երևանից էիք վերադառնում այդ օրը, ես մայրիկի հետ դեռ կզրուցեմ, թե ուր էր գնացել եւ ինչի համար։ Կարող ես հիշել այդ օրը, երբ վերադարձաք Երևանից տուն։ Հուլիսի 16-ին, ժամը 1-ին եկաք, մտաք տուն, ես տունը բացեցի, առաջինը ես տեսա, քրոջս կախված։ Ես հելը գնացի, հելա թելը կրտեցի, ասեցի կարողա փրկություն եղնել, էլի։ Կապա։ Միլաց ջուջը։ Դու հերոստացույցով էիր տեսել, հա, ենթադրում եմ, որտեվ մինչև դա ենթադրում եմ, որ դու կախված մարդ հաստատ մի հույս խնդրում եմ։ Ուզում ես չխոսենք։ Հա, ուզում ես չհարցնեմ ոչ մի բան։ Եթե կուզես մայրիկի հետ կխոսեմ։ Գտնես ուժ մեջդ խոսելու։ Շատ լավ, դե դու տղամարդ ես։ Հերոստացույցով էիր տեսել, թե ինչ է դա նշանակում։ Միանգամից հասկացար քույրիկը ինչ էր արել։ Այո։ Ահա։ Փորձեցիր, կրկին հերոստացույցով էիր տեսել, թե ինչ են անում նման դեպքում, որպեսզի փրկել։ Բա ինչ, ներքուստ ինչ որ բան, հա։ Զգացիր, որ պետք է կտրել պարահանը, փորձել փրկել իրեն։ Գտեցի բան, շտև բան, մամաս լավ չված, արևեն հավկվա, բան, բաժիշ զանգին, շտև բան, քրոջս տան, հետո Մի ուզվի։ Ինչ տեսակ էր քույրիկը։ Քույրիկը շատ լավ աղջիկ է, հետս մոտ, հարազատ մարդ։ Իսկ ասես հիմնականում ինչի մասն էիք խոսում, ինչ որ բանից նեղված էր քույրիկը, գուցե ջղայնացած էր։ Այդ բան անհապա բան, այդ ծանդած սոցիալական բանների համար։ Քույրիկը սրբապատկերներ էր վաճառում։ Այո։ Ահա, որքան ժամանակ է քույրիկը այդ գործով էր զբաղվում։ 20 տարեկանից։ 20 տարեկանից, այսինքն մոտ 3 տարի։ Դպրոց գնացել էր։ Այո։ Դուք մտերիմ էիք իրար հետ։ Այո։ Դուք քո խնդիրները, օրինակ ցանկությունները կիսում էիր քույրիկի հետ։ Այո։ Անկեղծ կարողանում էիր խոսել։ Օրինակ, երբ որ ինչ-որ մեկին աղջիկ հավանում էիր դասանում, կարող էիր դրա մասին կիսվել քույրիկի հետ, թե եղբորդ հետ էիր խոսում։ Քրոջս հետ եմ կիսվում։ Քրոջդ հետ ես խոսել։ Կարելի է ասել, որ քույրիկը քո ամենամտերիմ մարդն է եղել։ Այո։ Տանը։ Նա իմ շատ սիրելի քույրիկն է։ Ըստ քեզ քույրիկը ինչի է նման քայլի գնացել։ Ամսու 10-ին աղբերս գնացել բանակ եղավ 4 օրվա ծառայող դրա համար, որ աղբերս էլ իր բան տունը չէ, դրա համար։ Այսինքն շատ էր տխրել, որ մեծ եղբայրդ գնացել էր զինծառայության։ Այո։ Իսկ արտահայտվում էր։ Ոչ։ Թե իրեն իմանալով է զգացել, որ շատ էր նեղվել, որ եղբայրը ձեզ հետ չէ։ Ընդամենը մի քանի օրվա զինծառայող էլ եղել եղբայրը։ 4 օրվա։ 4 օրվա, այո, 10-ին էին հուլիսի տարել։ Եղբորդ հետ եւս կապված է եղել Անուշիկը։ Այո։ Եղբորս հետ, մամայս հետ շատ կապված է ու ինձ հետ։ Հիմա որ ես գալիս եմ դպրոցից տուն տեսնում եմ, որ գտունը չէ։ Հայրիկի մահից հետո Գարեգինի
Մեծամասամբ Անուշիկն էր դրան վաստակում, որպեսզի դուք կարողանայիք Համ քուրս, համ աղբերս։ Ահա։ Ես է որ ոստան փորելու գործ է լինում, գնում եմ փորում եմ, բան, ու փոխում եմ։ Երևան, երբ որ դուք գալիս էիք, մի քանի օր առաջ դեպքից, ինչ տրամադրություն ուներ Անուշիկը, ինչպես ձեզ ճանապարհեց։ Բան, ամսու 15-ի արդավոտը, բան, մամաս ելավ քուրս հատեց խանութ մամային, Ահա։ գնաց խանութ եկավ, քուրս բան հապնվեց, գնաց Ամեն ինչ նորմալ էր, տրամադրության հետ խնդիր չուներ, ուրախ էր։ Հա։ Ես առաջարկում եմ Մայրիկիդ հետ զրույցը շարունակեմ, Նունե Զաքարյանը մի քանի րոպեից կհայտնվի մեր տաղավարում, իսկ մինչ այդ փոքրիկ դադար, ինչ է իրականում տեղի ունեցել Անուշիկի հետ եւ ինչ տարօրինակ երազ է նա տեսել դեպքից մի քանի օր առաջ։ Փոքրիկ դադարից հետո մենք վերադառնում ենք, հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Նա, ով իսկապես կամենում է բարեգործություն անել, երբեք չի փնտրում արդարացում դա չանելու համար։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը շարունակում է ընդունել ձեր անվանական դրամական փոխանցումները այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին էկրանի ներքևի հատվածում։ Եթե ունեք նյութական օգնություն, ապա զանգահարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Գիշերվա երազը եւ Անուշիկի մայրը այս պահին տաղավարում են, դիմավորում ենք Նունե Զաքարյանին։ Համեցեք։ Բարի երեկո տիկին Նունե, ընդունեք մեր խորին ցավակցական խոսքերը։ Գուցե ինչ որ հարցեր լինեն, որոնք ձեզ կստիպեն հուզվել, նախորոք ներողություն եմ խնդրում դրա համար, բայց ընտրությունը ձերն էր խնդիրը հանրային դարձնելու եւ փորձելու գտնել իրական պատճառները ստեղծված իրավիճակի։ Դուք այդ օրը Երևանից վերադառնում էիք տուն։ Ինչ պատճառով էիք Երևանում։ Իմ տղես ինձ մեջ էր, հիվանդանոցը պարկած էր, 14-ի օրը զանգեց, որ մաջան մի հատ մարի համինքը տակություն ուներ, հետո ես գնացի հեռախոսի մոտ, մեր հարևանը զանգեց կանչեց, գնացի խոսացի, ու երեխեն, որ սա մա ինչ որ ինձ բաներ ա պետք, եսի կանի տանեմ հասցնեմ, հետո որ տակություն ուներ, եսի գնամ։ Ձեր տղան զինծառայության էր մեկնել ու միանգամից արդեն հոսպիտալում էր։ Հա, սրասկել էին իրան տակություն էր տվել, հետո ոտնել ցավար, որոշեցի գնամ այդ ինչ որ ուզել էր տանեմ, որպես ծնող ես իմ պարտականությունս կատարեմ։ Հետո իջա հարևան հետ խոսացի ու նախքան այդ ես չգիտեի որ գնայի, թե չէ, ձեռս այդքան ֆինանսական միջոցը լավ չէր։ Իջա գյուղապետի հետ խոսացի, ինքը ինձ փողով օգնեց, համի ես գործ պետք է անեի, այդ փողը տայի, երեխու հետ իջանք։ Այս Անուշիկը պիտի գնար գործ ինքը թե սրբապատկերները կծախեր, նախքան այդ ինքը որ եկավ հեռախոսի մոտ, որ խոսացինք, մի քիչ բան էր, դու տրամարությունը գցես, չգիտեմ ինչի։ Հետո որ այդտեղ փողը վերցրեցի, որ պետք է դուրս գայի ու աղջիկս արդեն այդտեղ աստանով կենկայնած էր, պետք է գնար, նստավ տաքսել, չհասի ճվայի։ Ճվացի ինքը չլսեց էլի։ Դրանից հետո եկա տուն, հագնվանք ես տղուս հետ ու հարևանին տեղյակ պայեցի, ես երթամ Երևան, երեխու մոտ անպայման երեխեն, որ եկավ կտեղյակացնես, որ ես Երևան եմ։ Ու ես չգիտեի, որ երեխեն այդ քայլին կդեմի, մենք շատ մոդիկ ենք եղել, որպես ծնող ես իմ աղջկաս հետ մոդիկ եմ եղել, ես Նա կիսվել է ձեզ հետ որևէ մտահոգության, օրինակ նեղ սրտել է, կար ինչ որ խնդիր կար, որ անհանգստացնում էր իրան։ Ինքը պատմեր,
մա պապային կտենամ, պապային կտեսնեմ ու պատմում էր, մա պապան եկել էր ու չգիտեմ ինչը անհանգիստ էր էլի, այդ երազները պատմեց, որ մա պապան հաստատ ինձ կտանի, Անուշիկ ջան, ինչի այդ կպատմես, մա չգիտեմ ինչի, այդ երազները երկու օր տեսնում էր ինքը։ Ու ես չմտածի, որ ասենք վատ բան կեղնի էլի։ Հայրիկը դեպքից 1 տարի առաջ է մահացել։ Տարի 2 ամիս առաջ է մահացած եղել։ Մայիսի 9-ին ինքը ազատամարտիկ էր, կանչել էին պատվոգիր տալու, գնաց եկավ ու երիկիրիկունը ինքը ինֆարկտ էր տարել։ Պատվոգիրը ստացավ, եկավ տուն Հա, պատվոգիրը եկավ, ստացավ եկավ տուն ու իրիկունը քնավ առավոտը երներ պետք էր գործի, ելան ոչ չկա։ Հոր մահից հետո Անուշիկը մինչև այս դեպքերը երբևէ տեսել է նրան երազում։ Հա, մեկ կտեսներ, շուտ կտեսներ, կպատմեր, բայց նման բաներ չկար, ասենք որ վատ բան եղներ տան մեջ։ Հետո այդ օրը այդ երկու օր անընդհատ պատմում էր։ Ինչ տեսակ էր երազը եւ ինչ գործողություն էր տեղի ունենում երազում։ Պատմել էր Սա ձեզ մա պապան եկավ, պաչեց։ Ես է զարմացա սավ հարև այդ իրանց ծանոթներից մեկին հարցել էր, ասել էր Անուշիկ ջան, խաբար կառնեք հեռու տեղից։ Իմ մտածմունքով ես ուրիշ բան մտածի, ես վախեցա, ասենք դե պաչել է ու իմ մտածմունքով ուրիշ բան ու մտածել, ասենք որպես իմ տարիքին մտածել պաչել է տանել, այս օրինակ այդ բաները երազահանով գիտեմ, էլի։ Ահա։ Նույնը կասկածում էր։ Չմտածի, երեխեն հիվանդ չէր, բան չէր, չգիտեի որ տնեն գնամ, երեխեն այդ քայլին կդիմեր։ Նույնը մտածում էր ու ձեզ հետ կիսվում էր նաև Անուշիկը, որ հայրիկը եկել է իր հետևից։ Չհարցրեցիք ինչի նման պապան ինձ իպտի տանի։ Ահա։ Ես է զարմացած Անուշիկ ջան, այդ մտածմունքները մի խոսա ուղեղը փոխեցի, սկսեցինք ուրիշ բաներ խոսալը ու նորից այդ պատմից։ Մասավ, չգիտեմ, ինչի անհանգիստ եմ, անդադ պապային տեսնում եմ։ Ու տենց երազը իրոք իրականացավ։ Ինչ որ առումով առանձնահատուկ էր կամ տարբերվում էր այդ առավոտը ձեր ընտանիքում բացվող մնացած առավոտներից։ Ինքը միշտ կենսուրախ աղջիկ է եղել, իր գաղտնիքները միշտ ինձի հետ բացվել է, ասենք տեղ կգնար միշտ պատմեր, մա ես նստեցի գազել էր, ինչ մարդու հետ ես ինչ բանը խոսացի, խանութը ում հետ էր խոսում կամ ինչ էր եղնում, միշտ գալ եմ իմ հետ պատմում էր։ Ու միշտ իմ հետ գաղտնիք չի ունեցել։ Ես որ նստեմ կմտածեմ Իսկ ընկեր ունեցել է ինքը։ Ընկեր ես որ ասենք միշտ ինքը կպատմեր, ես ընկեր գիտեմ որ չի ունեցել, ձիկ երեխա էր իմ երեխեն։ Ընկերուհիներ, որոնց հետ մտերիմ եք։ Ընկերուհիներ, ասենք խանութը կաշխատեին, այտենց իրար կտենար, իրգուն իր գործականներ տուն կգար, այդ է եղել իր ընկերուհին։ Ես հատուկ տվեցի հարցը առավոտվա հետ կապված, նա սիրում էր առավոտը մի քիչ ուշ արթնանալ եւ այդ օրը բացառությունը ժամը 7:30-ի սահմաններում է նա քնից արթնանում։ Չի զարմացնում ձեզ։ 10-ին կելներ, այդ օրը ելավ 7:30։ Հետո սա մագը գնասացի, իչա ես միշտ իմ երեխեքի լավ եմ եղել։ Հացնել եմ, ճաշնել եմ, ես պատրաստել, կոֆենել եմ, իմ երեխեքի համար չեմ թողել, որ ասենք այդ կողմեն իրանք տանջվեն։ Գնաց եկա ուրախ դիմավորեց, այդտեղ իրոք ես այդտեղ զարմացած, այ քեզ բան, ես ինչ այդ մոմենտը որ կհիշեմ, կսեմ, այդ ինչ դեպքեր որ այդ մոմենտին ինքը ինձ նման դիմավորեց։ Տիկին Նունե, հիմա արմատները ինքներդ փնտրելով թե որտեղ է այս դեպքի, ինչի վրա եք կասկածում։ Երազը իրականում մի կողմ դնելով, որովհետև դա սնահավատություն է։ Ես կթվա, որ երևի այդ ընտանիքի սոցիալական վիճակ, ես իմ մեջ կգցեմ քաշեմ, կարող է գերհոգնածություն ա եղել երեխու մոտ։ Ու իմ մոտ ասենք կարող է եւ չի արտահայտվել, էլի որ մա հոգնածեմ կամ էսա կամ այնա, ինքը միշտ էր մա երտամ գործի։ Նա 3 տարի սրբապատկերների եւ մոմի վաճառքով է զբաղված եղել։ Երբևէ չի տրտնջացել, չի ասել, որ հոգնած է։ Նաեւ մաքրության աշխատանքներ է արել, ճիշտ է։ Հա, քյախան արել, ասենք գնացել, խալի լվացել, բրդի գործով զբաղվել, այտենց մոդիկներ ունեցել ենք, ձեն են հանել, ես իմ աղջիկաս հետ գնացել գործը արել ենք, ես էլ եմ մեկ-մեկի հետ եղել գործերի ժամանակ, մենակ չեմ թողել գնալ։ Մենք հարմարվել ենք այդ պայմաններին։ Ես հարցնում եմ սրբապատկերներից, որովհետև եթե նման բաներ իր ձեռքի մեջ ու նա հավատում էր, արդյոք Աստծո մասին, աստվածավախության մասին ձեր ընտանիքում խոսք եղել է։
Չէ, դենց ինքը նման բաներ չի ունեցել։ Չի հավատացել Աստծուն։ Չենք իր համար այդ գծով ասենք չի բաներ, էլի որ Աստծու մոմենտով։ Դա ընդամենը գործ է եղել, աշխատանք։ Գործ է եղել, գնացեք ծախե, որ օրվա հացի փող աշխատենք, որ ուրիշ տնով դռնով չեղնենք, մենք միշտ յոլա ենք գնացել, հարմարվել ենք մեր այդ պայմաններին։ Եղել է, կերել ենք, չի եղել, չենք կերել։ Չնայած մենք աշխատել ենք, մեր տունը միշտ է հացը եղել է, յոլա գնացել ենք։ Ու միշտ հասիբով երեխա այր ամեն ինչը կբերեք աշխատել, որ բերեր, աշխատող ձեռեր իմ երեխեք։ Տիկին Նունե, իսկ ձեր աղջկա կապը պապայի հետ ինչպիսին էր։ Լավ էր, իր հենել իրան շատ կուզեր, ասենք տան մեջ միշտ ես իմ Անուշիկիս ուրիշ կողմով կուզեր, էլի ծնունդը, արարողությունը, թեկուզ ունենանք, թեկուզ չունենանք, ամեն անգամ կգար իմ Անուշիկիս ծնունդը կնշեր։ Իսկ պապայի մահը ոնց ա տարել Անուշիկը։ Պապայի մահը, ասենք երեխեքի մոտ էլի ծանր թված, ահագին վաղտեր չէին հաշտվի, անտատ կգնային գեզմաններ, մենք 4-ով գնեինք, գուլայինք, համել, ես իմ էլի չէին կնամ հարմարվեինք։ Երեխեքը վաշե չէին կնամ տանեին, իմ աղջիկս ես վերջ ես միշտ մեր մա պապան, էդիկ միշտ կսեր, մա պապան չկա, մա պապան չկա։ Իսկ սրբապատկերների վաճառքով ինքը սկսեց զբաղվել պապայի մահից հետո, թե դրանից առաջ Չէ, էր ինքը։ դրանից առաջ ինքը էլի մի քիչ մեր պայմանները այն չէր, ինքը զինվորական ծառայությունից ազատվավ, աշխատանքը նորմալ չէր, երեխեն այդ գործը կաներ յոլա կգնային։ Նպատակների, երազանքների մասին երբևէ արտահայտվում էր բարձրաձայն, ինչ է ուզում, ինչպես է պատկերացնում իր կյանքը։ Ինքը միշտ սկսել որ կուզեմ մասսովորեմ, ուրիշների պես, ասենք, լավ կյանք ունենանք։ Իսկ ինչ մասնագիտություն էր ուզում ունենալ։ Ինքը կուզեր որ վարսավիրական գնար։ Ահա։ Այդ մասնագիտությունը ինքը կսիրեր։ Ուրիշ ասենք ուրիշ մոմենտով ինքը այդքան լավ չէր սովորել, էլի։ Միշտ կսեր մա Վարշավի դառնամ, բայց չիրականացավ։ Դուք Երևանում եք եւ ներքին կանխազգացում ունեիք, նախնական զրույցում ես ասում եք։ Անհանգստանում էիք։ Իրիկ ունը որ մենք տուն չկայացանք կանք, սկսեցի անհանգիստ եղնել, բայց չկայացա գնամ, նայես Անուշիկս ինչ եղավ, նայես որ մանք քնի բանը ման անհանգիստ էի, հետո իրիկ ունեն ման 12-ից հետո սկսեց սիրտս խփելը, որ լուսացավ ես հրաճիկիս հրաճիկյան շուտը միելի 8-ին ենք եկել ենք ավտոկան, որ 10-10:30 գազելով կամ տուն հասնենք։ Ու եկա տուն դուռը բաց էր եղել, ու կապասներ։ Վերջինը գյուղում ներողություն, ում հետ է շփվել, ով է տեսել իրեն ժամը, քանիսին է տուն գնացել, ունեք այդ ինֆորմացիան։ Մեր հայվանեքս են ունե, ասենք 7-ին, 6-ին ինքը տուն ա գալամ, այդ օրը ինձ պատմում են յանում ունե 8-ին իջել ենք, ասենք կով բանկի չասնեն, էլի, ես թելով էի կապել, որ եղենք ա դուռը բացել, կողպեք չէի դրել, որ ասենք ուրիշ սպալնիկ չուզի։ Հետո ինձ պատմելու միջոցով մեկը կսեն ունե եկավ տաքսուց շուտ տուն գնաց, բայց ձենձուն չի հանե, իր համար խելոք եկելա տունին կդման ուրիշ տներ չեր են։ Մեկն է կսեն ունե ուշ այկի, ասենք 8-ից հետո 9-ին, մի քիչ մութ վաղտ էլի։ Ու այդպես չեմ կամ ճիշտ է իմանալ։ Նա գրություն չի թողել, ինչը։ Չէ, վաշեմ գրություն չի թողել, այդտեղ որ կայնած երեխուն կնկարեին, ես իրա գրպանին նայ վաշեմ գրություն չկար։ Ես մի ամիտ գնաց կորովի մեր Հերոստացույցը միացված է եղել և միակ թուղթն ու հերոստացույցը միացած էր դուրնելը տես դրած այդ որ կփակենք էդ փագաշ չէ ինքը արդեն կախված է եղեն էտել է կտրեց ես այդ ճվացի խառնավեցի արևանների ասլան վրա արդեն էտո ոչ կա է ոչ են այդման ես կոպրեմ Դուք քիչ առաջ ձեր խոսքի մեջ ասացիք, որ ձեզ համար միակ պատճառը, որ ինքն է ձեր մեջ եք գտել, դա սոցիալականն է, որ… Հա, ես այդ գծով կմտածեմ, որ երևի նեղվել է, էլի, որ ասենք ինքը մեր հայվաններն է կպատմեն, իր այդ մեր հայվանները երեխեք են կպատմեն, կսեն ունե, միշտ կգար կսեր, կուզեն, որ մենք է լավ եղնենք, մենք է լավ պայմաններ ունենանք, կնային, որ մեկը լավ է, մեկը վատ է, ինքը միշտ նեղվա մեջ։ Տիկին Նունե, գիտեմ, որ ասենք կներվեր ինքը։ Կներեք, ձեզ պետք է մեկ հարց տամ, դուք չեք նկատել, ձեր աղջիկը որևէ վախեր ունեցել է, ընդհանրապես տանը մենակ մնալուց վախեցել է, հաճախ եք նրան տանը մենակ թողնում։ Ես մի անգամ ենք իրան տանը մենակ թողել, եղել է 2 տարի առաջ, որ էլի եկել ենք ստեղ աշտարակ ու ջանք աշխատենք, այն վաղտ ամուսինս կար, երեխու ղրգել էինք, որ ստեղ գար տուն,
տունը նայր կար, այդ օրը մենակ մնացել էր, հաջորդ օրը չէ, 2 օր մենակ մնացել էր, 2 օր հետո Չի բողոքել, չի ասել, որ վախեցավ, աչքին մի բան երևաց։ Չէ, ոչ մտնես բանես չէր բողոքը։ Իսկ ձեր հարևանը, որին դուք խնդրել էիք աղջկան հաղորդի, որ դուք գնում եք Երևան, հաղորդել է աղջկան, որ Իրան ես որ այդ հարևանին, որ ես հետը խոսացի, ինքը ասենք բանեն է, որ Յանամ ինքը տեսելա, որ տուն չի եկել, չի դեմիջ, բայց հարևաններից կողքից կասեն, որ կար մի հատ մանդի պես տենար եկելա, թե չէ, թեկուզ տաներ իրանց տունը քներ, առավոտը նոր ես գայի հասնել։ աղջիկը ձեր հետ հեռախոսային կապ ուներ, գիտեր դուք Մենք հեռախոս առաջ ինքը ուներ, հետո փչացել էր, ահագին վաղտես չուներ։ Այսինքն կարող է նա չգիտեր, թե դուք որտեղ եք։ Ախր ես հարևանին տեղյակացրել եմ, որ գնամ եմ, ես այդման մեջ չեմ, որ այստեղ կգնամ, ես իմ դռնից ուրիշ տեղ չեմ գնամ։ Բայց հարևանը ձեր խնդրանքը տեղ չէր հասցրել։ Այդ հարևանը տեղ չէր հասցրել, որ եկա։ Հետո այդ որ ես ճվալով գնացի, որ իրան դիմեմ, ասեմ ինչ չի եկել երեխուն տեսնի, ինքը թե բնուն է, այս ինչ է ժամն է, կա մի ատոմ թողած ճվար, ինչ է, ինչ չէ։ Այսինքն երեխան կարող էր անհանգստանալ, չհասկանալ, թե դուք որտեղ եք, հուզվել, մենակության մեջ ճնշվել։ Այնպես չէին հանդիպել։ Եթե հանդիպեն, երեխան նման բան չէր անի։ Անուշիկը ընդհանրապես հուզվող, ճնշվող երեխա է, թե ուժեղ։ Ահա։ Կես ուրախ երեխա էր, ինքը միշտ ուրախ, ասել, խոսալ, ասենք կինոներ շատ կսիրեր, նստեր, նայր, զբաղվեր, ամեն ինչը, ասենք, ինքը բան չէր էլի։ Լավ, մի քանի օր առաջ մինչև երազը ձեր ընտանիքում ամենապես շոշափելի բան է տեղի ունենում, որը երազով, այսինքն վերացական չես կարող վերլուծել։ Որդուն ուղարկում եք բանակ։ Ավակ որդուն, այո։ Սիրեկանին, ինչպիսին էր Անուշիկի վերաբերմունքը դրան, նեղվեց կրկին։ 10-ի առավոտը նոր էր ես կբանեն եմ խոսամ, ինքը որ Վովկաս կգնար բանակ, արդեն զինվորական չէ, որ գնաց եկա, որ արդեն պետք է ճամփեինք, մի քիչ զգացի, որ տրամարությունը գցեց, բայց ես չզգացի, որ դենց ասենք ուրիշ կերպ կանրադառնա իրա վրա, այլ ես չմտածեցի այդ մոմենտով։ Հետո իրա գնալուց հետո մինչև այդ 14-15 օրը էլ ինքը ուրախ էր, իմ հետ լավ էր, մենք միշտ իրար հետ ասենք, խոսանք, իրար հետ լավ թե չէ ունեցավ, ես չհասկացա։ Ինչ տարօրինակ երազ է մինչև քրոջ մահը տեսնում սիրեկանը, ում տանը Վովա են ասում, եղբայրը Անուշիկի։ Փոքրիկ դադարից հետո մենք խոսենք նաև այս մասին։ Հեռու չգնաք։ Դուք դիտում եք Երկրի թիվ 1 թոք շոուն, մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք այսօրվա թեմային։ 2014 թվական, հուլիսի 16։ Այդ օրը Անուշիկին ոչ ոք չտեսավ սրբապատկերներ վաճառելիս։ Մայրը Երևանից վերադարձավ ու 23-ամյա դստերը հյուրասենյակի առաստաղից կախված գտավ։ Առաջին վարկածը ինքնասպանությունն էր։ Ինքնասպանություն սոցիալական ծանր պայմաններից դրդված։ Ինչ էր տեղի ունեցել հուլիսի 16-ին նախորդող գիշերը, ինչ երազ էր շարունակ տեսնում Անուշիկը և ինչպես են այսօր հարազատները փորձում իրար սփոփել կիմանաք Երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում։ Գիշերվա երազը, կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ վերադառնալով տաղավար ուզում եմ այստեղ հրավիրել Անուշիկի եղբորը Սիրեկան Զաքարյանին, նրան տանը Վովա են ասում, մենք ևս նրան այդպես կդիմենք, դիմավորեք։ Վովա, բարև։ Դու 4 օրվա ծառայող ես եղել, երբ քեզ կրկին հորեղբորդ տղաները եկան տուն հետ տանելու։ Չգիտեիր ինչի մասին է խոսքը և ինչ է պատահել քո հայրենի շրջանում։ Այո։ Ինչպես տեղեկացրեցին քեզ, ինչպես իմացար, որ Անուշիկը այլևս ողջ ու առողջ չէ։ Ասին ինչ որ վատացել է։ Տենց էլի։ Ճանապարհին քեզ անընդհատ ինչ որ ինֆորմացիաներ էին տալիս հորեղբորդ տղաները, ճիշտ է։ Հա, վատ է, բան։ Ահա։ Որ առողջության հետ ինչ որ խնդիր ունի, լավ չի։ Վատացել է, հա։ Ահա։ Բայց չէին սոր կախվել, չէին։ Կդրուկցին էլի, այդեն։ Երբ որ տեղ հասար տուն, ով քեզ ինֆորմացիան ասեց, ով ասաց որ Անուշիկը։ 10 րոպեվա ճամփա էր մնացել։ Ահա։ Գյուղ մտնելու։
հենց այդ ժամանակ արդեն ասին որ չկա այլ քուրդ էլի։ Այս ինչ էշիշ քայլին է դիմե։ Մինչև Անուշիկի ինքնասպանությունը դու եւս երազ ես տեսել։ Այո։ Ինչ երազ ես դու Բայց տեսել։ ասենք այդ երազները ըմբեսեր որ այս հայ ասենք պատահական կտեսնեի, բայց ոսկի չէի մտածել։ Այս կարգի բան, այս մոմենտն էլի։ Ինչ երազ ես տեսել, կպատմես ինձ որ։ Հերս բազելով կար տուն, ես գյուղից բարձան այդ տուն։ Տանեն ինչ որ բանը վերցուր ու արագի մեջ դուրս կար։ Հարցուի պայսուր հետո էլի։ Էլ վերեմ տարել բան չեմ ասկցա։ Դա մի անգամ ես տեսել, թե պարբերաբար տեսնում էիր այդ նույն երազը։ Չէ, այդ մի անգամ եմ տեսել, դե բարգած հիվանդանոցն է։ Հաջորդ երազը ինչ բովանդակություն ունի։ Հաջորդ երազն է դիգիմ ասենք մտածելուց էլ, ասենք օրս է շատ կսիրեմ։ Համենգեր համախբեր սպես եմ։ Ամել էր 3 կորուստը դիգն եղավ էլի։ Երես շատ թանկ մարդեր են ձմար։ Ցավակցում եմ իհարկե, թե հայրիկի կորստի, թե Անուշի։ Ուզում եմ հասկանալ մի բան, տես Անուշը ասում են սոցիալական, մայրիկը կասկած ունի, որ ձեր սոցիալական պայմաններից է գնացել։ Դուք երկուսով էիք տանը հիմնականում աշխատում եւ տան վաստակը երկուսի աշխատանքի արդյունքն է եղել։ Գուցե շատ ներս է գցել Անուշիկը, որ դու բանակ ես գնացել եւ 2 տարի որ պիտի տանը չլիներ ու ամբողջ բեռը ընտանիքի իր ուսերի վրա է։ Գուցե զրուցել եք ես այդ մինչեւ բանակ գնալը իր անհանգստությունների մասին, որևէ ակնարկ, որևէ նշույլ, որ ինչ որ մի բան այն չէ, դու զգացել ես Անուշիկի պահվածքից։ Դե սպես եմ էլի։ Պես այսօր պիտի այդ օրը գնայ բանակ, հենց ամսու 10-ին։ Մեկնի մեր սորամ ասեց զինքում, որ ընդիս պիտի գայինք, ես իրան ասեցի, որ որս էսեցի հաջողերի, ես տվեմ 2 տարի ծառայելու, ես սիրեի ծառայությունը, իմ որս գործ, ուզում է ես տայ ծառայ, եսի 2 տարի, յոլա կեշտակ, ես գուշ կյանիք, 2 տարի, ես գուկամ լավ կծառայեմ, յոլա գնացիք կամ, դե ինքն է երև մետածեց որ սենք ես աշխատել եմ տարբեր տեղեր, ինքը չեր կերա, աղջիկ և վարսման։ Ովա այսօր եթե պատճառներ ես փնտրում, թե ինչի քույրիկը նման քայլի գնաց։ Այսօր պատճառը հենց ոչ մի կասկածելի այլ հենց էդի է, որ ես ծառայության եմ գնաց է։ Այսինքն վստահ ես, որ քո բացակայության պատճառով է դա եղել։ Վստահ եմ։ Ես ծառայության եմ գնաց ինքն իր այրվեշ, ներեշ ինչ որ աղբեր ես, ասենք չկա մենակ ինքը գալող չի կերա անը դե։ Ծմերվասն վարելիք է, քիչ գործ չէ։ Ակին խնդիր է։ Ասենք սենունդը մենակ ինքը չի կերա էլի։ Տիկին նույնն է, նա երբևէ տրտնջում էր աշխատանքի առ։ Ոչ ման չի եղել, ինքն է աշխատող ուժ էր մեր տան մեջ։ Ման տրտնջանցող եղա չի եղել։ Իսկ Վովայի բանակ գնալու առիթով նա գոնե ակնարկ արեց, որ գուցե հոգսն է շատացել իր կամ շատանալու է։ Չէ, գնալու օրը մի քիչ տրամարությունը գցեց, որ ճամփեինք սեղանի մոտ, որ նստեց, ձեռ դրեց, մտածմունքով նստեց, մի քիչ տրամարությունը գցեց ու էլի հարևանների մեր հետ զբաղվեց, Վովկային տանք ճամփինք, որ արդեն պետք է գնար, ինքը թողավ հետ եկա որ ինքը ես Վովկային ճամփի եկա տուն, ինքը քնել էր մի քիչ, տրամարությունը գցել էր թե ինչ չմ տրամարությունը գցած էր, հետո որ էլա Սյանուշ խոմ Վովկայի մոմենտով չէ, ու էլի սկսեց խոսալ, այս կողքեն կողքու տրամարությունը փոխվավ, այդ օրը հնդկական կինո տավի նստեց նայեց հասկեր։ Տիկին Նունե ջան, շատ կներեք էլի ձեր խոսքը ընդհատում եմ, ես 100 պատիկ ներողություն եմ խնդրում, բայց որպես մասնագետ ինչ շատ հետաքրքիր է։ Դուք կասեք ձեր աղջիկը ինչ գումար էր վաստակում եւ ինչ ձևով, օրականով էր վաստակում, ամսականով էր վաստակում։ Ինքը 2-3 դրամ օրական։ Օրական դուք աղջիկը ձեզ բերում էր 2-3 դրամ եւ հաճույքով էր գնում աշխատային։ Հաս կառներ, տան ու Չէ, ուզում եմ ասեմ, այդ էր իր վաստակը եւ հաճույքով գնում էր աշխատանքի։ Դա խանութ էր, եկեղեցի էր, որտեղ էր իր աշխատանքի վայրը։ Ինքը ասենք Ես ասեմ, էլի եթե թուրք ուդակ։ Ինքը հիմնականում վաճառել է ծաղիկ։ Ասենք կալենդարներ։ Ծաղիկներ ամշակ։ Դուրսն էր վաճառում, թե խանութում էր վաճառում։ Դուրս է։ Հա, դուրս։ Անցորդներին։ Այո։
Հասկացա։ Նա Եվ այնուամենայնիվ Սերբինը ինքը ստաբիլ գարներ, ուսենք- գումար ուներ։ Հա։ Ստաբիլ գումար ստանում էր։ Տենց որ չկար, որ գնար առանց փողի Գներեք հեշտար։ էլի մի բան ասեմ, Խանութի որ աշխատանք չկա, մի գիտեք, ինչ դրություն է։ Վովա ջան, ես բոլորովին չեմ քննադատում։ Չէ, ես չեմ ասում, ցանկացած քննադատում եք։ աշխատանք պատվաբեր է, եթե իր մարդը իր հացը հայտայտում է։ Այո։ Ես պարզապես ուզում եմ մասնագիտորեն հասկանամ, միթե այդքան անմխիթար է եղել սոցիալական վիճակը, եթե աղջիկը հաճույքով գնացել է աշխատանքի եւ 2-3 հազարի, ասենք, հույս է ունեցել, այստեղ պատճառ փնտրելը մի քիչ այդ Չէ, վարկածը մի ասենք քիչ։ որ եղել է ծախվել, չէ, ամեն օր չէ որ ասենք այդ գինը Այսինքն կարող էր գնալ եւ առանց գումարի գար, հա։ Չէ, Տիկինզինա, առանց մենք գումարի հետ այսօր չէ կա, բայց սոցիալական տարբեր պատճառներով ստիպված ենք կյանքի բերումով որոշակի աշխատանք կատարել, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր երազածն էր եւ մենք ամեն օր տրտնջում ենք, որ այս գործն ենք անում։ Աղջիկը եւս շատ դեպքերում գուցե մենք քննարկում ենք որևէ մեկը որևէ պնդում չի անում, որ դա հաստատ է։ Գուցե ընդամենը ներս է գցել ամբողջ ինֆորմացիան եւ դու չգիտես փողոցում ամեն մի մարդ ինչ տեսակ կարող է Դրա արձագանքել։ համար ես չեմ ուզում սոցիալական պայմանների մեջ փնտրեմ այստեղ խնդիրը, որտեվ գյուղի ժողովրդի համար նույնիսկ այս մարդիկ սովորել են նույնիսկ շատ քիչ գումարով ապրել։ Եվ իր մայրիկը, որ ասեց մենք առանց հաց չէինք մնում եւ հարմարվում էինք մեր վիճակին, այստեղ որպես օրենք աղջկա հոգին պիտի չմբոստանար այն բանի դեմ, որ ընդհակառակ ինքը հույսով հավատով պիտի եղբորը սпасեր։ Ինքը առաջ գնալու հույս ուներ, այ եղբայրը կգա, էլի հեշտ կլինի։ Չեմ ուզում պատճառը տեսնեմ եւ ինքը չեմ վաղ տեսնում։ հանգիստ դերսենք էլի այն բանը, որ սենք ես կա իրա կողմնեի աշխատում էի։ Այսօր խոսքի չեղնե իրա։ Փոքրիկը փոքրոքի մարդ չի եղել, որ սոցիալական պայման դժվար կյանքով ապրող երեխա է։ Նա չէր ընկճվի մի Դժվար կյանք կամ այն պակասի վաղ դժվար չենք 5 հատկանիշով 5 առանձնահատկություն, որ ուներ քո քույրիկը, կարող ես բնութագրել։ Ինչպիսիներ են։ Առումներով է լավ էր։ Լավը ընդհանուր է ասված, առանձնացրած, հա։ Դա աշխատասեր էր։ Կար այդպես իրավիճակներ, որ փորձում էր մեկուսանալ, սենյակում մենակ մնալ, ինչ-որ տխրություն դեմքին, ինչ-որ հուսահատություն։ Չէ, դե հուսահատությունը դի տան պայմաններից է եղել, ենք վաղ կամ ենք եղել ենք խոսքի առանց խոսքի լուզ, գումար չի եղել, ենք դեկտեմբերվա մասին է խոսքը, բայց ասենք գործ կա կամ չկա, դեկտեմբեր, ասենք էլի հուսահատվել է, ասենք էլի մենք կարգավորել ենք։ Ինչպես կբացատրի Անուշիկի պահվածքը էքստրասենս Սոսե Բաբայանը, մենք կիմանանք փոքրիկ դադարից հետո, ինչ է իրականում տեղի ունեցել Անուշիկի ներսում։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Գիշերվա երազ Կիսաբաց լուսամուտներից ներս ցավոք սրտի դժբախտ։ Մի պատմության մասին այսօր խոսում է Կիսաբաց լուսամուտները իշ տաղավարում։ Մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ զանգահարեք, եթե ունեք նյութական օգնություն +374 60 503317։ Տաղավար վերադառնալով խոսքը միանգամից տրամադրում եմ էքստրասենս Սոսե Բաբայան, բարի երեկո տիկին Սոսե։ Բարի երեկո։ Եվ այսպես ինչ ձեզ ներքին զգարաններն ասացին պատմության եւ Անուշիկի նմանկալի դիմելու առիթով։
Ուրեմն ես միջև իրադարձությանը անցնելը ես կխնդրեի տիկին Նոնեին երբևէ Անուշիկը ցանկացել է առաջարկություն է արել ձեզ մայրիկ ջան, արի մենք տեղափոխվենք քաղաք, ապրենք նորմալ կյանքով, ինչ որ այդպիսի առաջարկություն արել է ձեզ, ներքին զգացողությամբ կարծես թե անպայման արել է։ Արի գնանք մի տեղն վարձով մնանք։ Ես չէի համաձայն կբանեն է Անուշիկ ջան, այդ վարձ փողը մենք չունենք որ տանք, որ գնանք վարձով մնանք, այդ վարձ փողը ուր տանք, մենք մեր տունը ունենք։ Մինչ այնց չէ, մենք մեր տան մեջ կմնանք, հազիվ կհասցնենք։ Ու երկու անգամ է դիսելա ու էլ վաշե չի ապրելու, բայց ապրենք քաղաքում։ Չէ չգնանք։ Այսինքն դա ես այդ հարց տալիս եմ նրա համար, որպեսզի իմանամ Անուշի հոգեկան աշխարհը, որովհետև ոնց որ կարելի ասել հազար անգամ ներողություն, ինքը իր կյանքից զզված, որ անդադ պետք է այդ աշխատանքը անել, իսկ սրբապատկերները որտեղ գետափում վաճառել, թե քաղաքում, Քաղաք Գյումրիում, ամեն օր գնացել է ու եկել։ Հա, ամեն օր Ու երբևէ գնացել, չի ամեն օր բողոքել, որ ինձ ռեպլիկաներ են հասում, որովհետև ինքը նկարով բավականին սիրունատես աղջիկ է, բավականին, գեղեցիկ, շատ գեղեցիկ, պատկերացրեք, դուք ընդհանրապես շատ գեղեցիկ եք, ինքը մի քիչ ավելի հղկված ձևնա ձեր հղկված տեսակն է։ Հազարավոր տղաներ իր հետևից ինչ որ բան կարող էին ռեպլիկաներ խփեին։ Ինքը զզված է եղել կյանքից։ Ես զգում եմ իր այդ ապրելու ոճը հիասթափված է կյանքից։ Ուզեցել է քո հետ, աղբոր հետ, մյուս ընտանիքով բոլորը միասին ու ընտանիքի ոճը փոխվեր, ապրելակերպի ոճը փոխվեր։ Դուք պիտի աշխատեք ինչքան հնարավոր է շուտ դուրս գաք այս վիճակից, որպեսզի էլի Աստված մեհարացե ուրիշ վատ բաներ նորից չգա ձեր գլխին։ Եթե ներով երբեք քեզ չտանջես, եթե այսպես անեի, այսպես կլիներ։ Եղել այն ինչ որ եղել է, շատ ցավալի բան է եղել, Բալիկ ջան, բայց դու այնքան խելացի տղա ես, խելամիտ, հասուն։ Դու պիտի եւ ծառայես, եւ հետո գաս աշխատես մայրիկի թիկունքում լինես։ Դա է քո ճանապարհը։ Տիկին Սոսա, մենք այսօր թերևս ունենք միայն հնարավորություն հավատալու կամ չհավատալու այն, ինչ կատարվում է եզրագծից այն կողմ, հա, անդին միտեղ, որը դեռևս ոչ ապացուցված է, ոչ էլ կա վստահություն, որ այն գոյություն ունի եւ այնտեղից եկող ինֆորմացիան իդեմս ձեզ տրվող կարող է իրականությանը համապատասխանել։ Ինչ եք դուք կարող մեզ ասել Անուշիկի կատարած քայլի մասին, որպես վերջնակետ, ինչ եք զգում դուք։ Ես Անուշիկին համարում եմ որպես բարոյական կերպար, շատ բարոյական աղջիկ է, ուղղակի սոցիալական դրությունից ելնելով դիմել այդ քայլին։ Ես բոլորովին ցեղ չեմ շպրտի Անուշի հասցեին, այդ ցեղը երբեք չի հասնի եւ երբեւե ես իմ ձեռքերը չեմ կեղտոտի նման արտահայտություն անելու։ Ինքը բարոյապես լավ կատարյալ աղջիկ էր, ուղղակի սոցիալական պայմաններից դրդված, զզված դիմել է այդ քայլին, որ ամբողջ տան բեռը իր ուսերի վրա է։ Դա ըստ ես ներքուս նախապատրաստված է եղել, վաղուց է մտածվել դրա մասին։ Վաղուց մտածված եւ մայրը ինչ որտեղ ասաց, որ երազը նկատի ունեմ, որ պետք է մենակ չթողներ։ Մի բան եմ ուզում ձեզ հարցնել, սովորաբար գյուղերում մի քիչ ավելի շուտ են աղջիկները ամուսնանում, երբևէ միջամտող կամ տեսնող ձեր աղջկան չի եղել, չեն ուզել չեն առաջարկել այ կուզենանք ձեր աղջկան հարց տանել կամ բան։ Կային երկու հոգի կային քրոջս բարեկամներից, ծանոթներից էլի։ Եկե էլի մի անգամ տեսելով իրանք կուզեին տանեն, բայց ինքը ասում էր աղպես գնա բանակ գամ, որ մենակ չթողամ, նոր կամուսնանամ։ Ես հակված եմ հավատալ, որ իսկապես պատճառը այստեղ սոցիալական խնդիրներն են եղել, ինչու, որովհետև մենք բոլորս էլ ականատեսն ենք դառնում, կարծես թե շատ հաճախ է այս ամեն ինչը կրկնվում, մարդիկ ինքնասպանության են դիմում եւ մեծ մասամբ դիմում են ինքնասպանության հենց սոցիալական խնդիրները չլուծելու, անբարենպաստ պայմաններում գտնվելու պատճառով։ Եվ կարծում եմ, որ սա կոնկրետ այդ դեպքերից մեկն է, որի համար շատ ցավում եմ, ամուր եղեք, գիտեք, չգիտեմ, ես բառեր անգամ չեմ գտնում ձեզ ասելու, շատ ցավում եմ, եւ ես էլ իսկապես չեմ ուզի որևէ այլ պատճառ այստեղ տեսնել։ Ճիշտն ասած, ես հակված եմ մտածելու, որ Անուշիկի վրա ազդեցություն է թողել այդ օրվա անորոշությունը։
Չեմ ուզում որևէ բան ասել հարևանուն, բայց կարծես թե զգում եմ, որ եթե հարևանուին այդ օրը Անուշիկին տեսներ, հանդիպեր, ասեր, որ մայրդ գնացել է ինչ-որ պատճառով, նա մոր հետ կապ ունենար, գուցե նա չունենար այդ պահի վախերը, որը որ այնուամենայնիվ կարող է հեռվից եկող մի բան լիներ եւ մայրը չնկատել։ Կարող է չի նկատել իրականում։ Կարող է չի նկատել, բայց ես հասկանում եմ, որ եթե ինձ որևէ բան հանձնարարում են, մենք իրավունք չունենք նրան մեղադրելու, բայց դուք չգիտեք, թե ձեր քույրիկը բոլորովին իրավունք չունենք։ Թերևս մայրիկն էլ կարող էր մի զապիսկա թողներ հարևանի վրա հույս չտներ։ Մայրիկը ասել է իրան, ինքը գիտեցել է, ինքը նախքան այդ օրնոր է սանգը, իրանք սել են պիտի գամ, ինքը վաղ տեղել է դեղ։ Փաստորեն աղջիկը տեղյակ է եղել, որ համարյա սել եմ տվեք այդ հարևանից որ զանգել է։ Ես նրա արարքի մեջ պահի ազդեցություն եմ տեսնում։ Մի պահի ազդեցություն, դա կարող է լինել վախեր, դա կարող է լինել նրա կարող է լինել նրա մենակության արդյունքը, կարող է երեխան ունենար ինչ որ տեսիլքներ, ես չգիտեմ, որտեվ երեխան այնուամենայնիվ մի փոքր ավելի սուիվերնի է եղել, հնարավոր է որ նա եւ երազներին է հավատաց է եւ տեսիլքներին է հավատաց է, չեմ տեսնում նրա արարքի մեջ մի բան, որը վերագրեմ միայն սոցիալական պայմաններին, բայց եթե նա այդ հոգեվիճակի մեջ է եղել, իհարկե այստեղ սոցիալական պայմանները նույնպես խնդիր են դարձել։ Ես կարծում եմ, որ այստեղ ազդեցություն ուներ պահը։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ եթե այդ գիշեր դուք տանը լինեիք, կարող է այդ պահը երբևէ չգար, բայց միք մեղադրեք ձեզ։ Միք մեղադրեք, որտեվ իրերի դասավորությունը երբեմն ժամանակն է անում։ Խնդրում եմ ձեզ միք մեղադրեք, միք ունեցեք մեղքի զգացում, հասկացեք, երեխայի հոգում ինչ որ առողջական վիճակը այն չի եղել։ Նրա հոգեկան առողջությունը բացահայտ կաղել է։ Տիկին Զինա, եթե մենք խուսափեինք այդ օրը ինքնասպանության փորձից, որը հաջողություն է ունեցել, ցավոք վստահ չենք, որ մեկ այլ առիթ չէր փնտրի Անուշիկը։ Ես չեմ կարծում, որ ինքը նախապես պատրաստվել է, Հրաչ ջան։ Ես հակված եմ մտածելու, որ նրա վրա պահն է ազդեցություն թողել։ Տիկին Զինա, մի րոպե կարելի է ձեր տված այդ հարցին ես պատասխանեմ ճիշտ ուղիղ։ Ես ճիշտ ասած չեմ հիշում ինչ հարց տվեցի։ Սենք ուներ սենք թե օրս մայից հետո սենք ինչ է սենք այդ քայլը սենք ես է կերայտի մե որտեվ սենք սախ պատասխանատվությունը ին վերես հենց անձամ սենք ես էլ կրայ բայց խոսքի ես իմ մեջից ուժ եմ գտե ինքս ենք այդ հոգեբանության դրա համար եմ ինքս շատ չէր կրած որտեվ ես ավելի շատ չեմ գտնում սոցիալական պայմանների մեջ ես տեսնում եմ որ աղջիկը քաջ է եղել աշխատող է եղել ապագայի հանդեպ հույս է ունեցել ես պատճառը փնտրում եմ պահի մեջ բայց եթե ինքը պահը այդպես է ընկալել ուրեմն նրա հոգեբանական վիճակը այնուամենայնիվ ինչ որտեղ կաղել է այս է խնդիրը բայց աղջկան չեմ ճանաչում դու նույնպես ոչ մի ինֆորմացիա չտվեցիր իմ գոլեգան հարցրեց թե ինչ գծեր ուներ դրա համար այստեղ վերացական խոսել ես հակված եմ հենց պատմության սկզբից որ սա երազի վախն է երազի ուժը Հրաչ ջան ինչքան էլ մենք ասենք եզրագծից այն կողմ չապացուցված այդ աշխարհի մասին խոսենք միևնույնն է հա սա շատ սուբյեկտիվ է դուք չեք հավատա ես կհավատամ մյուսը կհավատա մյուսը չէ բայց միևնույնն է մենք չենք փախչի այն գոյության մասին որ ինքը կա Ես վախենում եմ, որ դա հենց երազի վախի ուժն է եղել։ Լավ, ես ձեր կարծիքը որոշակիորեն կիսելով կիսաբաց լուսամուտների խմբագրության բազում անդամների հետ, վերնագիրը իզուր չէ ընտրված, գիշերվա երազը։ Գուցե եւ 50%-ով դա է, գուցե եւ բացարձակ այն կապ չունի մեզանից յուրաքանչյուրի վերաբերմունքն է հարցին եւ դրանով առաջնորդելու ու այդպես շարժվելու կամքը։ Հավատալ, թե չհավատալ երազները։ Շատ վտանգավոր իրավիճակում ենք բոլորս գտնվում, որովհետև բացահայտել ինքնասպանության առիթները, դրդառիթները, պատճառը անհնարին բան է եւ այդ ֆենոմենը դարեր շարունակ ուզել են հասկանալ մինչ այսօր չգիտեն իհարկե եթե չի գրվում ինչ որ գրություն եթե ինչ որ չեն թողնում հետք այսինքն այս պատճառից ելնելով եմ դիմում այս քայլին այսօր Հրաչ երևի թե միակ դեպքն է երբ ես պիտի մի քիչ հակադրվեմ այս կողմին մեր նստածներին որովհետեւ պատասխանատվությունը մեծ է էլի վերսիաներ, մոտիվացիաներ, ինչ որ բաներ վերլուծել դժվար է եւ վտանգավոր։ Շատ նուրբ հարց է սա։ Մեր դեմ նստած է մայրը, նստած է եղբայրը, որ ցավը դեռ իրենց մեջ է, իրենք պիտի տանեն իրենց ինչ որ ողբերգությունը իրենց հետ միջև կյանքի վերջ։ Մենք
հնարավոր չի որոշել ինչ է կատարվել երեխայի ուղեղում, հոգում։ Տիկին Այդա, մենք չենք որոշում, մենք պարզապես ասում ենք մեր մտածածը։ Մի բան հաստատա, որ նա հոգեպես հավասարակշիռ վիճակի մեջ չի եղել, ինքնասպանություն ներողություն, հետք ենք թողնում այս մարդկանց վրա։ Հետևաբար պետք է լինենք չափից ավելին զգուշ։ Մենք հիմա ինչով կարող ենք օգնել։ Եկեք այդ ուղղությամբ գնանք։ Միակ բանը այս պահին մեր օգնության այն է, որ կարողանանք այս մարդկանց որպես մասնագետներ վշտի հաղթահարման փուլը ապահովելու, որպես մասնագետներ, որպես հավաքված անձինք։ Ամբողջ ընթացքում պատմեցին իրավիճակները, առաջին հյուրը Հրաչյան փոքր եղբայրը, որը անմիջապես առաջին ականատեսն է եղել, շատ ծանր հոգեբանական տրավմա է 13 տարեկան դեռահասի համար, իսկապես ծանր տրավմատիկ իրավիճակ, որ ունի ամենաառաջին օգնության կարիքը։ Երկրորդ հերթին ունի մայրը, երրորդ հերթին ունի Վովան, բոլորը։ Իսկ անդրադառնալով ինքնասպանությանը, ինքնասպանության պատճառները կարող են լինել շատ բազմաթիվ, սկսած վաղ մանկությունում ունեցած որոշակի իրողություններից վերջացրած տվյալ պահին առաջացող իրավիճակներից։ Հիմնականում հոգեբանական առումով մարդը երբ է դիմում ինքնասպանության, երբ որ անկարողության խորը զգացողություն է ունենում, երբ որ մարդը անկարող է իրավիճակը փոխել, իրավիճակը տիրապետել։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ հարևանը չի տեղեկացրել։ Նույն ինքը մանավանդ գյուղական միջավայրերում հարևանական հարաբերությունները բավականին մոտ են։ Եթե կա մարդու մեջ նախաձեռնողականություն, ինքը կարող էր գնալ հարցնել, մերոնցից տեղյակ չեք, չգիտեք, մեր դուռը բացվել է մայր։ Այսինքն սա էլ է խոսում այն մասին, որ մարդը հոգեբանորեն վարքային, այսպես ռեպերտուար քիչ ունենալու ինչ որ միտումներ է ունեցել։ Ամեն դեպքում պատճառները կարող են լինել շատ բազմաթիվ, միայն հենվել սոցիալական, ցանկացած իրավիճակ պրովոկացիա կարող է լինել, սոցիալական, պահի տակ ազդեցություն, եթե մարդը չունի ներքին ռեսուրս, ամուր ռեսուրս, ցանկացած իրավիճակ պրովոկացիա է միայն ինքնասպանության դիմելու։ Ես հակված եմ մտածելու, որ այո, սոցիալական խնդիրներին գուցե եւ տիկին Զինայի առաջարկած տարբերակը եկան անսպասելի խնդիրները եւս, որոնք հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով հանգեցրեցին ցավոք, բայց սրան։ Տիկին Նունե, սրանք լոկ խոսքեր չեն, իրականում ցավոք, բայց որևէ բան հետ պտտել մեր կյանքում մեզանից յուրաքանչյուր դեռ անզոր է։ Դուք պիտի ավելի ուժեղ լինեք պայքարելու համար ավակ որդու, զինծառայությունից վերադառնալու համար եւ կրտսերի, այս դեպքում շատ ծանր հոգեբանական վիճակը հաղթահարելու համար։ Ու գուցե եւ օրերից մի օր ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի ձև, մեզանից ամեն մեկն իմանա, թե ինչի անուշիկը վերջապես այդ քայլին գնաց։ Բայց ես հասկանում եմ, որ շատ մանրուքներ այս պատմության մեջ գուցե եւ կախված են եղել սոցիալականից։ Ու արի ուտես, որ շատ դեպքերում ընտանիքին ձեռք մեկնելով դու կարող ես մեծ խնդիրներ լուծել, ինչպես կարող է լինել այս դեպքում։ Ես հրավիրեմ ուշադրությունը այն հեռուստադիտողի, ով գուցե եւս կարծում է, որ ինքը անելանելի վիճակում է ու քայլ անելու ճիշտ ժամանակն է։ Հիշեք, քայլ անել իհարկե կարելի է դրանից հետ կանգնել, այլևս մեզանից որևէ մեկը անզոր է։ Ինքնասպանությունը հետ դարձ չունի։ Լավ մտածեք եւ գտեք մեկին, ով ձեզ անպայման այդ րոպեին մենակ չի թողի։ Եթե չկա նման մարդ ձեր կողքին, ես խնդրում եմ օրվա որ ժամին էլ լինի զանգարեք կիսաբաց լուսամուտների խմբագրություն։ Բոլորիդ առողջություն ու երջանկություն։